Գիտեք, հաճախ մենք գտնվում ենք դրսում և փնտրում ենք արտաքին ուսուցիչ, որ մեզ ինչ-որ բան բացատրի, և մենք հասկանանք, բայց իրականում դա այդպես չէ, դա ներքին ուսուցիչն է, Սուրբ Հոգին մեր ներսում, ով կարող է վերցնել Աստծո խոսքը և ցույց տալ կանոն կանոնի վրա, պատվիրան պատվիրանի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, և Աստված սկսում է վերցնել գլուխկոտրուկի կտորները և միացնել, և այդ ժամանակ մենք տեսնում ենք, թե Աստված հենց ինչի մասին է խոսում։ Դա է, որ հավատ է տալիս, դա է կենդանացնում հավատացյալի սիրտն ու հոգին։ Ես պարզապես հուսով եմ, որ երբ մենք այս ժամանակ անցկացնում ենք հաղորդակցության մեջ, իսկ սա արդեն երրորդ զրույցն է, մենք խոսել ենք Դանիելի և հայտնության մասին, իսկ այսօր երեկոյան ես պարզապես ցանկանում եմ շարունակել թեման ժամանակակից իրադարձությունները բացահայտված, բայց այսօր ես ցանկանում եմ մի փոքր կանգ առնել Ծննդոց և Հայտնություն գրքերի վրա։ Ծննդոցը Աստվածաշնչի առաջին գիրքն է, սերմի գիրքն է, իսկ Հայտնությունը հունձքն է։ Հայտնությունը 7 եկեղեցական ժամանակաշրջաններն են, 7 ավարտի թիվն է, 7 կնիկ, 7 փող, 7 բաժակ, կնքված 7 որոտներով։ Այսպիսով 7-ը ավարտն է։ Եվ այն, ինչ սկսվում է ծննդոցում սերմի ձևով, ծավալվում է այնքան ժամանակ, մինչև մենք հասնենք հայտնությանը, որը հունձքի ժամանակն է, սերմի ժամանակից մինչև հունձքի ժամանակը, երբ ամեն ինչ բացահայտվում է իր ամբողջությամբ, երբ մենք տեսնում ենք այն ամբողջական և ավարտված տեսքով։ Եվ ես հուսով եմ, որ Աստված ինձ կօգնի և շնորհքը տա կենտրոնացած լինելու և չլարվելու, երբ Հոգին ինձ խոսք տա, որովհետև ես հաճախ քարոզում եմ ներշնչմամբ։ Այո, ես ուսումնասիրում եմ և գրառումներ եմ անում, բայց ես շատ եմ սիրում, երբ ես զրուցում եմ հավատացյալների հետ և հավատքի ձգողականություն կա, և դու հանձնվում ես Աստծո Հոգուն, որովհետև որտեղ 2 կամ 3 հավաքված են նրա անունով, նա այնտեղ է նրանց մեջ, և երբ Աստծո Հոգին գալիս է,